սեղմ եք, լայք եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Քոչարյանի համար ձայներ հավաքող Կարապետյանները նոր մարդ են մցրել քաղաքականության մեջ, որը պիտի խոսա պաշտպանությունից։ Մարդն այս Արթուր Ավանեսյանն է, Կանդազ մականունով հայտնի։ Բայց ամբողջ խնդիրն այնտեղ է, որ Հայաստանի քաղաքական դաշտում առնվազն այս մարդը այդքան էլ նոր չէ, ու նրան մի անգամ արդեն հրապարակ բերել էին։ Բերել էր Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Հանրապետական խմբակցության այդ ժամանակվա ղեկավար Կարեն Կարապետյանը, Սամվել Կարապետյանի եղբայրը։ Նրան հրապարակ էին բերել 2008 թվականի մարտի 1-ին։ Բերել էին զինված, բերել էին Ղարաբաղից այլ զինված զինվորականների ու ստորաբաժանումների հետ։ Բերել էին խաղաղ ցուցարարներից պաշտպանվելու համար, թե ինչ պիտի պաշտպաներ Ղարաբաղցի զինված զինվորականը Երևանի կենտրոնում, միայն Աստված գիտի։ Բայց առնվազն սա տեղիք է տալիս մտածելու, որ այս մարդը Հայաստանին ինչ անել կարող էր, արդեն արած պիտի որ լինի 2008-ի մարտի 1-ին։ Ու Կարապետյանները կարող էին մեծ ջանք չգործադրել ու երկրորդ անգամ այս մարդուն Հայաստանի քաղաքական դաշտ չբերել։ Մեկ անգամը 2008-ի մարտի 1-ին կարծում եմ հերիք էր։ Քոչարյանի Ողջունում եմ ուժեղ երևանցիներին։ Սամո, ինչ կա։ Շատ բան չունենք ասելու։ Բայն 300,000 ադրբեջանցիներից ինչ կա։ Գտնելու են բոմժերի, պասպորտը տան, ասել է գնացեք ընդ։ Դե իրենք ագրեսիվ մասա են ուղղորդելու։ Ադրբեջանցի բոմժերին բերում են Հայաստան, որ ինչ անեն։ Ովքեր շատ արագ 10-15 երեխա ունենալով, Այսինքն ադրբեջանցի բոմժերը գալու են Հայաստան 15 հատ երեխա ունենա։ Փորձելու են փոխել ժողովրդագրական տվյալները Հայաստանում։ Քանի որ ինչ, մի 10 տարի հետո մի հատ ռեֆերենդում կանեն։ Այսինքն ադրբեջանցի բոմժերը 10 տարում 15 երեխա են ունենալու, որ մասնակցեն ռեֆերենդումի, այդ 15 երեխան էլ 10 տարում դառնալու են 18 տարեկան։ Եվ միացնեն երկու պետությունը իրար։ Սամո ես լուրջ ես ասում։ Հավատացեք ինձ։ Դրա համար էր են ծալապակաս տղետ նախարարություն բացում։ Ծալապակաս սուտասաններ։ Առանց սեքսի դեմոգրաֆիկ հարցներ չի լուծվում։ Да что ты, черт побери, такое несешь? Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Ղարաբաղը բառից բուն իմաստով հանձնած ու Երևան փախած, այժմ ռուսաստանցի օլիգարխի ակտիվ աջակից Վիտալի Բալասանյանը այսօր գնացել է եկեղեցու բակ, իր աջակցությունն է հայտնել Կտրիչ Ներսյանին եւ ոչ ավել ոչ պակաս ասել է, որ Հայաստանը պիտի լինի նոր խորհրդային միության մաս, ինչպես 100 տարի առաջ։ Դա այդ անկախություն, ինքնիշխանություն, անիմաստ բաներ են թարգեք։ Վիտալի Բալասյանը իհարկե գլուխը պատին է տվել եւ հարցը դա չի։ Նաեւ նրա նմանները ծոծրակները կտեսնեն, բայց Հայաստանի անկախության կորուստ նորից չեն տեսնի։ Մենք դա թույլ չենք տա։ Բայց ես ուզում եմ հասկանամ, էլի, ինչ մարդիկ եք դուք ընդհանրապես։ Դուք արյուն ուրացողներ եք։ Դուք ով եք ընդհանրապես, որ ազգային արժեքներից խոսեք։ Ուրեմն այսքան մարդ, այսքան տարիների ընթացքում արյուն ա թափել, մահացել ա, զոհվել ա, իրենց կյանքն են զոհաբերել հարյուրավոր, հազարավոր մարդիկ Հայաստանի անկախության համար, որ դուք գաք սենց հեշտ ասեք Հայաստանը իր անկախությունից պիտի հրաժարվի, կամ է ռուսաստանցի օլիգարխը, որ եկել ասում էր Հայաստանում պետք է ռուսերենն ու անգլերենը պետական լեզու հայտարարեն։ Այսինքն մեր 1000-ամյա, 5000-ամյա լեզուն հետ պետք է ինչ-որ օտար ժողովուրդների լեզուները մեր պետական լեզուն հայտարարենք։ Այս ով եք դուք ընդհանրապես։ Հունիսի 7-ին Հայաստանի անկախության դեմ գործող բոլոր ուժերին պիտի ուղարկեն գրողի ծոցը կամ ցանկացած այլ ծոց իրենց նախընտրությամբ։ Շնորհավոր մարտի 7։ Ժողովուրդ ջան, այս փսլինքներին հիշում եք, այն որ հաշվը հարդարով էին սպառնում վարչապետին ու այլ պետական պաշտոնյաների, բացահայտվել են ու բացահայտվելու են մինչև վերջ ու պատժվելու են օրենքի ողջ խստությամբ։ Ոմանց թվում է, թե իրանք կարան թաքնվելով սև դիմակների հետևը ինչ ասես խոսան ու տերորիզմի մասին
կոչեր անեն, որ տերոր են անելու, ինչ որ ճանապարհներ են գիտեն եւ այլն, բայց մենք ձեր մասին ավելի շատ բան գիտենք, այ փսլինքներ, այդպես դատվելու եք բոլորդ, մինչեւ վերջի օրը նստելու եք օրենքով սահմանված կարգով։ Հենց որ խելքներդ գլուխներդ հավաքեք ու չփորձվեք այդ տոնով խոսալ Հայաստանի Հանրապետության եւ նրա ընտրված պաշտոնյաների մասին։ Կամ այդ ուսուցիչներին ինչքան աշխատավարձեր տալ այդ ուժեղ պրագմատիկ գործանող նախագահ։ Ես ասեմ մենք ինչքան ենք տալի ատեստավորման արդյունքում 2952 ուսուցիչ ստանում է 300,000-ից բարձր աշխատավարձ 1362 ուսուցիչ ստանում է 400,000-ից բարձր աշխատավարձ 13 ուսուցիչ ստանում է 700,000 դրամից բարձր աշխատավարձ ով է գործանող մենք թե իրանք Իհարկե համաձայն եմ, եթե նայենք անձնական ունեցվածքի տեսանկյունից, սեփական գրպաններ ու սեփական ստամոքսը լցնելու տեսանկյունից, Ռոբերտ Քոչյան ու Սերժ Սարգսյանը ինձ մեր թիմին ուղղակի sense կծալեն, կդնեն գրպանները, կշպրտեն մի կողմ, որտեղ այդ տեսանկյունից իրանք տիեզերքի չեմպիոն են, մենք այդտեղ կվալիֆիկացված չենք նույնիսկ այդ մրցույթին մասնակցելու համար։ Որտեղ ասեմ Ռոբերտ Քոչյանի տղան, տենց 20 տարեկանում դոլարային միլիոնատեր է Իսկ ով ենք մենք առհասարակ մեր կյանքում։ Մեր մեծագույն խնդիրն է նոր որակի պետություն ստեղծելը կամ ավելի ճիշտ Հայաստանի Հանրապետությունը նոր որակի պետություն դարձնելու բնականon գործընթացը շարունակելը։ Այսօր Հայաստանում ընդամենը ժամեր առաջ Գագարին բնակավայրում տեղի ունեցավ արհեստական բանականության առաջին գործարանի բացումը շուրջ ավելի քան 70 միլիոն դոլարի ներդրմամբ։ Հունիսի մեջ տեղի կունենա արհեստական բանականության երկրորդ գործարանի բացումը հրազդանմեքենա գործարանի տարածքում, որը ըստ կանխատեսումների կարող է դառնալ մինչև 5 միլիարդ դոլարի ներդրում Հայաստանի Հանրապետությունով։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը ավելի ակտիվորեն է մտնում տեխնոլոգիական եւ տնտեսական տրանսֆորմացիայի փուլ։ Մենք չենք պատրաստվում տոնայնությունները բարձրացնել այդ խոսակցության, կռիվ չենք անելու այդ թեմաներով եւ բացատրելու ենք մեր դիրքորոշումները եւ ինչպես կառավարության ղեկավարն է ասում, վարչապետն է ասում, մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը ունի շահերը եւ հասկանում ենք, որ Ռուսաստանը գերտերություն է, բայց մենք պատրաստ ենք համագործակցության, երկխոսության եւ այլն, բայց մենք իհարկե չենք կարող մեր պետության շահերը ստորադասել որևէ երկրի շահերին, հիմնական շահերը։ Եվ մենք էլ ունենք, այսպես ասած, գծեր, կարմիր գծեր, որոնց մասին բազմիցս եւ բարբերաբար Ռուսաստանի մեր գործընկերներին հայտնում ենք։ Այս մարդիկ չգիտեն, թե Հայաստանում ինչ զինատեսակներ են արտադրվում, չգիտեն, թե Հայաստանում ինչ տեսակի սնարյադներ են արտադրվում, ինչ անօդաչուներ են արտադրվում։ Իսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը անցած տարիների ընթացքում աշխարհի 7 երկրներից ձեռքաբերել ժամանակակից սպառազինություն։ Այն ինչը կարող աներ ուժեղ Հայաստանի հայերեն չիմացող նախագահի եղբայրը, երբ որ Սերժի աշխատակազմի ղեկավարն էր, այն ինչը կարող սաֆարիներում առյուծ քշելու տեղը աներ Ռոբերտ Քոչյանը։ Այն ինչը կարող աներ Ծառուկյանը Սերժի հետ կոալիցիայի ժամանակ չեն արել։ Նրանք մեր զինվորներին թողել են ժեշտի բանկեքով։ Մեր զինվորներին թողել են ժեշտի բանկեքով, իրանց համար գցել են ասաբնյակներ։ Մենք ասաբնյակներ չունենք, սիրելի քաղաքացի։ Բայց մեր զինվորները հիմա ամրոցներում են ու լավագույն զենքերով պաշտպանված են։ Քվեատերթիկ համար 16։ Այսօր ընտրություններում մասնակցում են մարդիկ, ովքեր ընդամենը 9 տարի առաջ կարող էին հավակնել, որ իրենք կարող են որոշել մարդկանց ճակատագրել։ Իրանք կարող են որոշել ով բիզնես անի, ով չանի, ով ներմուծի, ով չներմուծի, ով արտահանի, ով չարտահանի։ Նրանց մեջ եղել է նաև նույնիսկ մեկը, որ հայտարարել է իրեն հռչակել է միակ տղամարդ։ Բայց այդ երբեմնի ճակերտավոր ուժեղները եւ հզորները, երբեմնի ճակերտավոր միակ տղամարդիկ այսօր Հայաստանի Հանրապետությունում ոչ մի բան չեն որոշում։
Նրանք որ ժամանակին կարող էին հավակնել եւ մտածել, որ կարող են որոշել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ճակատագիր, այսօր ոչ մի բան, ոչ միայն չեն որոշում, այլ հենց դուք եք որոշում նրանց ճակատագիրը, որովհետև Հայաստանի Հանրապետություն եւ ընդհանրապես ամեն ինչի ճակատագիրը, որովհետև Հայաստանի Հանրապետությունում այլևս ուժեղը, այլևս հզորը, այլևս ամենակարողը մի սուբյեկտ է եւ այդ սուբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը